Լավն է էլի մեր ֆուտբոլը։ Մենք ենք մեր ֆուտբոլի տաղավարում է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը։ Բարի երեկո, պարոն Նազարեթյան։ Բարև ձեզ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ պատմական նվաճման կապակցությամբ, արդեն մի քանի օր է անցել Ղազախստանի դեմ խաղից, սովորաբար որքան ժամանակը սլանում է առաջ, ձեռքբերման արժեքն ավելի է մեծանում։ Այս պարագայում էլ է այդպես։ Ճիշտն ասած, դեռևս չեմ հասկացել ձեռքբերման այդ նվաճման արդյունքը, որովհետև գիտեք, մարզչի աշխատանքը այնպիսին է, որ եթե սկսեցիր տոնել, մենք այդքան ժամանակ չունենք, հենց հաջորդ օրվանից արդեն սկսել ենք աշխատանքը նախապատրաստական, որովհետև պետք է շատ ընկերական խաղեր խաղանք, նաև թիմի համալրման հարցը փորձելու ենք նոր երիտասարդների ընդգրկել թիմում, դրա ժամանակը ճիշտ ասած չեմ ունեցել, դեռևս չեմ էլ ընկալում, որ մենք ինչ ենք ասել, բայց կարծում եմ նորմալ աշխատանքային պրոցես է։ Մի փոքր ավելի մանրամասն խոսենք Ղազախստանի դեմ խաղից, քանի որ հենց այդ խաղով մենք օրեգիրը նվաճեցինք, ձեր մասնագիտական կարծիքը խաղի վերաբերյալ, ի վերջո մենք նման հզոր հավաքականի նախկինում չէինք հաղթել։ Ձեզ ասեմ, որ նախ խաղային մարզման օրը հարցազրույց եմ տվել ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջին, եւ ես այնտեղ ասացի, որ մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին եւ վաղը մենք այդ հարցը կլուծենք։ Այդ վստահությունն այնպես չի, որ հիմա եմ ասում, այդ վստահությունը եղել է ամբողջ թիմի մոտ, որ մենք այդ հարցը հենց մեր երկրպագուների առաջ պետք է լուծենք եւ ելի եմ ասում, բոլոր սցենարներին պատրաստ էինք ու ամենակարևորը տղաները ջանք ու եռանդ չխնայեցին այդ հաջողության համար, բայց միայն այդ եռանդով ջանքով այդ հարցը չի լուծվում, նաեւ մենք տակտիկապես շատ գրագետ խաղ խաղացինք, ոչ մի շանս չտվեցինք բացառությամբ այդ երկու դրվագների, որտեղ թերացանք թե, բայց ֆուտբոլում չի լինում առանց դրա ու էլի եւս անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ տղաներին, որովհետեւ իրանք հասկացան, որ դա երկրի պատիվ է եւ այդ ամեն ինչը իրենց չխնայելով խաղացին եւ մենք հասանք այդ հաջողությանը։ Որակալման հիմնական փուլի առաջին խաղը Դանիայի հավաքականի դեմ էր, որի սկիզբը մեզ համար բարդ ստացվեց, պարտվում ենք երկու գնդակի տարբերությամբ, բայց հետագայում կարողացանք կամային որակների հաշվին նաև շտկել ու հաղթել ու մենք տեսանք որակալման փուլի ընթացքում, որ շատ խաղերում մեր տղաների մինչև վերջ կռվելու արդյունքում խաղի սցենարը փոխվեց։ Դուք հետագայում նշեցիք, որ խաղ առ խաղ տղաներն էլ ավելի վստահ են իրենց ուժերին եւ ինչ կասեք նախ սրա մասին ու արդյոք հենց առաջին խաղից առաջ տղաները հավատում էին, որ այս նվաճմանը հասնելու են, թե նրանց հավատն էլ ինչպես այդ մինչև վերջ կռվելու հատկությունը ավելացավ խաղից խաղ։ Նախ ասեմ, որ մինչև այդ Եվրոպայի առաջության ցիկլի սկսվելը մենք Մոլդովայի հետ ընկերական խաղ խաղացինք ու դրանից հետո մենք պայմանավորվել էինք, որ մենք պետք է այդ հարցը լուծենք եւ գնանք Եվրոպայի առաջություն։ Ու այդ քայլ առաջ գնալը չի սկսվել այդ Դանիայի խաղից, դա սկսվել է աշխարհի առաջության նախընտրական փուլից, Պորտուգալիայի, Վրաստանի խաղերից առաջ, ու մենք համոզված էինք, որ հաջորդը արդեն Եվրոպայի առաջությունը մերն է լինելու։ Այդ համոզմունքը միշտ եղել է, բայց դա էլի եմ ասում, դա աշխատանքի նվիրվածության շնորհիվ է, որովհետև քայլ առաջ գնալ, դա նշանակում է աշխատանքով քայլ առաջ գնալ։ Իսկ Դանիայի խաղը, ասեմ ձեզ, որ դա առաջի խաղի սինդրոմ էր, որը լինում է ֆուտբոլիստների մոտ, առաջի խաղին մի քիչ լարվածություն է լինում, նամանավանդ երբ որ պետք է հարց լուծես, այդ լարվածությունը կրկնապատկվում է, այդ լարվածությունը այդ առաջի խաղին եղել է, ու կարծում եմ դա հենց այդ վերջի խաղն էր, որ մենք լարվածությունով մտանք դաշտ ու մի քիչ խանգարեց, բայց դա էլի ֆուտբոլում ասում են կլասի հաշվին հաղթեցինք, մենք մեր որակների հաշվին հաղթեցինք այդ խաղը, որը շատ կարևոր 3 միավոր էր։ Ես տեսել եմ մեր հավաքականը ներսից եւ կարող է պաթոսային հնչել, բայց մեր հավաքականը ֆուտզալի իսկապես ընտանիք է։ Ու շատ հետաքրքիր է ինչպես եք կարողացել հասնել այդ կետին, ինչ ճանապարհով եք անցել, որ կարողանաք ստեղծել այդ ֆուտբոլային ընտանիքը։ Մենք այդ ճանապարհը շատ դժվար է եղել, շատ ֆուտբոլիստներ են նեղացել,
ովքեր չեն հրավիրվել, բայց իրանք էլ չեն հասկացել, որ նախ պետք է այդ ընտանիքի անդամ դառնան, հետո նոր դառնան ֆուտբոլիստ, որը կարող է խաղալ ազգային հավաքականում։ Մեր մոտ ուժեղ ֆուտբոլիստները չի, որ խաղում են ազգային հավաքականում, մեր մոտ այն մարդիկ են, ովքեր հասկանում են երկրի պատիվ, հասկանում են, որ պետք է ամեն ինչ դնել այդ դաշտում եւ մի վարքյան իրենց չխնայել։ Այն մարդիկ, ովքեր հասկացել են, դարձել են այդ ընտանիքի անդամ ու դա երկար տարիների աշխատանք է, նաեւ փնտրտուք է, որ գտնենք այն մարդիկ, ովքեր մեր այդ նույն ձևի են մտածում, որովհետեւ առանց այդ ամեն ինչի չեմ կարծում, որ դաշտ դուրս գալուց հետո այդ ֆուտբոլիստը կնվիրվի, ինքը այդ մեր մոտ առաջինը գաղափարապես մենք ասում ենք, որ դա մեր երկրի պատիվն է։ Եռագույնի պատիվն է եւ նոր իրանք եթե հասկանում են այդ ամեն ինչ, նույնիսկ բրազիլիացիների ժամանակ մենք հասել էինք նրան, որ իրանք էլ էին հասկանում, որ դա երկրի պատիվ է, ոչ թե ֆուտբոլիստի, դա մեջքի գրած անվան համար չենք խաղում, մենք խաղում ենք մեր գերբի, մեր զինանշանի համար ու ովքեր հասկացել են, այսօր այդ թիմում են, ու այդ թիմը դարձել է իրոք ընտանիք ու այդ թիմը միշտ ելնելու ընտանիք, քանի ես կամ ու այդ հաջողությունները նաև դրա հետ է կախված։ Ես մի կարճ անդրադարձ անեմ դրա հետ կապված, օրինակ Նիկիտա Խրոմիխը նոր վիրահատվել էր հունվար ամսին, նաև մկանային խնդիրներ ուներ, ես իրան հրավիրեցի հավաքական, իրան եւ Միքայելին, ովքեր վնասվածքներ ունեին, մեր ֆուտբոլի բժշկական դեպարտամենտի ղեկավարը թղթերներ նայի, իրանց ասել էր, այս տղաները չեն կարող խաղալ, ինձ նույնիսկ ֆեդերացիա ղեկավարությունը ասեց, որ եթե չեն կարող խաղալ, ինչի համար ենք մենք հրավիրում, ես ասի դա իմ գործն է եւ իրանք պետքա խաղան, որովհետեւ իրանք իրոք պետքա խաղան, որտեվ իրանք պետք են այս պահին։ Այդ դեպարտամենտի ղեկավարը մեր բժշկական նույնիսկ արտահայտություն արեց, ասես մարդու համար առողջությունը ամենակարևորն է, քան թե ֆուտբոլը։ Ես չեմ կիսում այդ միտքը, ազգային հավաքական ներկայացնող բոլորի համար կարևորը երկրի պատիվն է, ոչ թե իրենց առողջությունը, այդ դեպքում ինձ կարող է այդ մեկը բացատրի, օրինակ Ռոբերտ Աբաջյանը, երբ որ իրան նռնակով պայթացրեց, իր համար առողջությունը կարևոր չէր կամ կյանքը։ Ինքն էլ իր պահով այդ երկիրը պահե, այս տղեկները պետքա իրանց աշխատանքով երկրի պատիվը բարձր պահին ու այս տղաների հետ ես զրուցեցի, ասի եթե գաք, եթե մեռնեք, պետքա խաղաք, իրանք ասին մենք գալիս ենք ու եկան ու էլի եմ ասում, եթե մենք Խրոմիխին այդ ժամանակ չկանչեինք, մի հասկանում ենք, չէ, որ դե կլնեինք։ Ուրեմն էլի եմ ասում, այդ հավաքականի համար առաջինը երկրի պատիվն է։ Խոսենք բրազիլացիներից, չնայած շատ է խոսվել, բայց միգուցե ունեք նոր տեղեկություն, ինչ փուլում է հարցը, ի վերջո շատ մեծ կորուստ էր, բայց առանց բրազիլացի խաղացողների մեր տղաները կարողացան պատվով կատարել առաջադրանքը։ Այդ հարցը դեռևս քննարկումների փուլում է, դեռևս տեսնորություն չկա, ես ամսի 25-ին գնալու եմ UEFA-ի ֆուտզալի կոմիտենա, էլի այդ հարցը մեկ անգամ կբարձրացնենք, բայց այդ հարցը դեռևս տենց անորոշության մեջ է, բայց էլ եմ ասում, մեր համար շատ կարևոր է, որ տղաները զրկված են ֆուտբոլ խաղալու հնարավորությունից, ովքեր հասկացել են այս երկրի համար իրենց ինչեր իրենցից պահանջվում, իրանք հասկացել էին, որ այդ հավաքականի արդեն մասնիկ էին ու հիմա իրանք զրկել այդ բարձր մակարդակով ֆուտզալ խաղալուց, կարծում եմ դա շատ վատ է ու մենք ամեն ինչ անելու ենք, եթե նույնիսկ մեր մոտ չխան, գոնե հրավեր ստանալուց Բրազիլիայի հավաքական խաղան այդ հավաքականում։ Իսկ եթե հանկարծ որոշում կայացվի, որ կարող են խաղալ Հայաստանի հավաքականում, կարելի է ենթադրել, որ կրկին հրավիրվելու են մեր հավաքականը։ Այսինքն ձեր դիրքորոշումն է այս պարագայում ավելի յուրաքանչյուր ոք, ով հունվար ամսին կլինի լավագույն մարզավիճակում, ովքեր իրավունք կունենան խաղալ Հայաստանի հավաքականում եւ կլինեն այդ պահին լավագույնները, նրանք լինելու են Հայաստանի հավաքականի կազմում։ Անուններ, չգիտեմ, ազգանուններ ինձ չի հետաքրքրում, որովհետեւ էլ եմ ասում, դա երկրի պատիվ է ու այդ բարձր
մրցաշարին մասնակցում, խոշոր մրցաշարին մասնակցելուց մենք պետք է հանդես գանք լավագույնս։ Ու էլ եմ ասում հունվար ամսին ով կլինի լավագույնը, իրանք կհրավիրվեն հավաքական։ Որակավորման հիմնական փուլի ընթացքում երկրպագուների կողմից շատ էր քննարկվում այն հարցը, թե ինչու հավաքականը տնային խաղերը չի անցկացնում մարզահամերգային համալիրում։ Կարող եք պատճառներ նշել, որ երկրպագուների համար ավելի պարզ լինի։ Եկեք այդ հարցին ես չանդրադառնամ, որտեղ այնտեղ գումարային ու էլի տենց շատ մանր հարցեր կար, մանր խոշոր հարցեր կար, ես չեմ ուզում այդ դրանց մեջ խորանամ, դա ֆեդերացիայի խնդիրներն է։ Իսկ եթե դա թողնենք, կան այնպիսի հանգամանքներ, որոնք զուտ մարզական տեսանկյունից օրինակ կարող են մարզական տեսանկյունից իմ համար լավ էր, որ խաղայինք մենք ակադեմիայում, բայց հաշվի առնելով երկրպագուների ցանկությունը ինչքան էին ինձ գրում, ես կուզենայի, որ համալիրում լիներ խաղը, բայց էլ եմ ասում, մենք ինչ-ինչ խնդիրներ կար, որը ոչ մեզնից էր կախված։ Ամենայն դեպս ֆեդերացիայից է կախված չէր։ Մենք որոշեցինք, որ մեր տնային խաղերը խաղանք ակադեմիայում, որը էլ եմ ասում, սպորտային տեսանկյունից մեր համար լավ էր ավել։ Եվրոպայի առաջնությունը հունվար-փետրվար ամիսներին է կայանալու ու 1 տարուց քիչ ժամանակ է, հետաքրքիր է արդյոք ինչ-որ կերպ փոխվելու է նախապատրաստական հատվածը հավաքականի ի տարբերություն նախորդ դեպքերի, թե ինչպես նախկինում է հավաքականը պատրաստվել նույն տարբերակով եւ նույն ճանապարհով է պատրաստվել։ Չէ, իհարկե փոխվելու, ընդհանուր ամեն ինչն է փոխվելու, ես ձեզ պատահական չասի, որ մենք հաջորդ օրվանից մարզչական շտաբով արդեն սկսել ենք նախապատրաստական ծրագիրը գրել։ Մենք խոշոր մրցաշարի, որը երկարատևա լինելու առաջ անգամ ենք մասնակցելու ու դրան նախապատրաստական փուլը ավելի շուտ կսկսենք, քան թե ընդհանրապես անում ենք։ Մենք հունվարի սկզբից արդեն կունենանք հավաք Հայաստանում, հետո նաև մի 5 օր առաջ կմեկնենք մրցավայր, իսկ մինչ այդ լինելու են ընկերական խաղեր, բոլոր պատուհանները UEFA-ի կողմից որ կա, օգտագործելու ենք ընկերական խաղերի համար։ Կան արտերկրում կամ թեկուզ մեր առաջնությունում խաղացողներ, որոնք թեկնածու են այս պայն հավաքականի եւ առաջիկայում կարող ենք նրանց տեսնել։ Նման ցուցակ էլ ունենք, այդ ընկերական խաղերին կփորձարկենք բոլորին։ Կա վնասվածքներ ստացած ֆուտբոլիստներ, կան ֆուտբոլիստներ, ովքեր այս բանին մասնակցել են, հետո չեն լինելու։ Այդ ցուցակը ընդհանրապես միշտ անընդհատ մենք նայում ենք, վերանայում ենք, որովհետև էլ եմ ասում, խաղալու են այն տղաները, ովքեր այդ պահին կլինեն լավագույնը։ Իսկ ինչ առաջադրանք է դրվելու հավաքականի առջև Եվրոպայի առաջնությունում։ Որքան հնարավոր գնանք առաջ ու ես կարծում եմ, որ մեր հավաքականը ունակ է դրան, ես էլ եմ ասում, տենց անպագորգոր բառեր չենք ասում։ Մենք լավ հավաքական ունենք ու փորձելու ենք հնարավորինս առաջ գնալ այդ Եվրոպայի առաջնությանը։ Մի փոքր խոսենք արդեն մեր ներքին առաջնությունից, պարոն Ազատյան, շատ հետաքրքիր պայքար է հատկապես երկու թիմերի միջև, որոնք առաջին տեղի համար են կարելի ասել պայքարում։ Ձեզ ընդհանուր մակարդակը այս տարի գոհացնում է Հայաստանի առաջնությանը։ Այո, այս տարի արդեն զգացվում է որակական աճ, ասեմ, որ դրան նաև նպաստել է մեր մարզչական դասընթացները, որ ֆեդերացիան կազմակերպել է, որովհետև արդեն բոլոր թիմերը ֆուտզալ են խաղում, նաև մարզիչները շատ լավ աշխատանք են տանում ու բոլորին շնորհակալություն այդ բոլոր մարզիչներին, բոլոր ակումբներին, որովհետև այս հավաքականի հաղթանակները նաև նրանց աշխատանքի լումանա, ճիշտ է, կարող նրանց մոտից մարդ չկա հավաքական, բայց դա կապ չունի։ Բոլորը նույն առաջի խմբի մեր ակումբները բոլորին շնորհակալություն իրենց աշխատանքի համար, իսկ մեր առաջնությունը իհարկե ամեն տարի առաջ են գնում ու թիմերը արդեն սկսել են բարձրակարգ ֆուտզալ խաղալ։ Երևանի եւ Յունիսպորտի միջև այս չեմպիոնական պայքարի մասին մի փոքր խոսենք ու արդյոք խնդիր չէ, որ մյուս թիմերը դեռ չեն կարողանում նրանց հետ հավասարին պայքարել։ Օրինակ Ռուսաստանի նախկին անցած տարվա առաջնությանը վերջի տեղ գրաված թիմը դարձավ չեմպիոն։ Յուգրան, որը վերջի տեղն էր գրավել 8-րդ ու ինքը դարձավ չեմպիոն։ Փլեյոֆ անկանխատեսելի է ու չես կարող ասել ով կդառնա։ Երկու թիմերը իրենց խաղամակարդակով ճիշտ է առանձնանում են, բայց նենց չի որ մյուս թիմերը շատ են հետ մնում։ Օրինակ Սիվենը, Թիմ Ֆաֆը, ովքեր բոլորի հետ պայքարում են այդ առաջի երկու թիմերի հետ,
իրանք էլ միանշանակ հնարավորություն ունեն։ Խոսենք ֆուտզալի մարզադպրոցի մասին, որը Դավթաշենում է կառուցվելու, ինչ փուլում են աշխատանքները եւ ինչ նորություններ ունեք մարզադպրոցի վերաբերյալ։ Այս մենք նախագծման փուլում ենք այս պահին, նախագծման ավարտից հետո արդեն կասենք շինարարության փուլին, կարծում եմ արդեն վերջը երևում է, որովհետեւ մենք այսքան մոտիկ չենք եղել շինարարությանը, ու կարծում եմ մենք մյուս տարի արդեն կունենանք մեր դպրոցը։ Մենք այդտեղ նախատեսում ենք դահլիճ կառուցել մոտ 2.5-3 նստատեղով, որտեղ կա նաև հավաքականը եւ այդ խնդիրը, որ երկրպագուները չեն կարողանում գալ, այդ խնդիրները կփորձենք այդտեղով լուծել։ Երևան ֆուտզալային ակումբն էլ մանկապատանեկան ակադեմիայի բացմանն է պատրաստվում, ընդունելություն եւ այլն, ինչ կասեք այս։ Այո, մենք հարցը տվել ենք հայտարարությունը, որ բացում ենք այս պահին մենակ ֆուտզալի ակումբներ, որովհետև Դավթաշեն դպրոցում լինելու է ֆուտբոլի ակադեմիա, ոչ թե ֆուտզալի։ Իրենք տարբերվելու են միմյանցից Երևանինը եւ Դավթաշենը։ Չէ, դա նույն բանի մասին է, նույն ծրագիրն է լինելու, որտեղ լինելու է ֆուտբոլ եւ ֆուտզալ։ Դավթաշենի հենց կողմերից մեկը, որ տարբերվելու է մյուս ակադեմիաներից, լինելու է ֆուտբոլ եւ ֆուտզալ միքսը։ Եվ հիմիկվանից մենք ուզում էինք այդ ֆուտզալի ակումբ այդ երեխաներին հավաքել, որպեսզի մենք արդեն տեղափոխվելու ժամանակ ունենանք ինչ-որ բազա։ Այս պահին գնում է ու կհորդորեն բոլորին, որ գան մասնակցեն, որովհետև դա նաև ֆուտբոլին է օգուտ լինելու, հետագայում եթե ֆուտզալ չխան, իրանք շատ լավ կարող են ֆուտբոլում ներգրավել, այդ երեխաները ովքեր կմասնակցեն մեր ֆուտզալի պարապմունքներին, ու նաև մենք այդ պատրաստի արդեն կոպիտ ասած պատրաստի պրոդուկտը կտեղափոխենք Դավթաշեն ու իրանք այնտեղ արդեն կսկսեն ֆուտբոլ եւ ֆուտզալ այդ միքսը, որը մեր ֆուտբոլի համար նաեւ շատ օգուտ կլինի։ Իսկ գոհացնում է հայտարարությունից հետո հետաքրքրվողների թիվը, թե դեռ պասիվություն է ասում։ Պասիվություն չէ, բայց ասեմ ձեզ, քանի որ իմ ամբողջ ուշք ու միտքը Եվրոպայի առողջությանն էր, ես հիմա արդեն կսկսեմ զբաղվել դրանով ու այդ հարցը կլուծենք, որովհետև մի քիչ խնդիր կար նաև, որ չէինք զբաղվում, որովհետև բոլորս զբաղված էինք այս խնդրով, խնդիրը լուծեցինք, հիմա կանցնենք արդեն այդ հարցին։ Եվ քանի որ չխոսեցինք մեր մյուս լիգաների մասին, բարձրագույն խմբին անդրադարձանք, ինչ կասեք մեր մյուս առաջնությունների, սիրողական լիգաների մասին, այստեղ էլ դրական դինամիկան շարունակվում է ինչպես պետք է։ Ասեմ, սիրողական լիգաների հետ կապված մեր ֆուտզալ լիգան, գիտեք, 16 թվականին մենք ստեղծեցինք ֆուտզալ լիգան, մի քիչ պատմություն հետ գնանք ու հասկանանք ինչի համար ստեղծվեց։ Այսօրվա մեր հաջողությունների գրավականը հենց ֆուտզալ լիգան է։ Ես ձեզ ասեմ, որ իմանաք, ով չգիտի, եթե չլիներ այդ 16 թվականի իմ կայացրած որոշումը, մենք այսօր ֆուտզալ չէինք ունենալու։ Ու այս հաջողությունները ուղղակի չէր լինելու։ 16 թվականին առողջությունը պետքա սկսվեր սեպտեմբեր ամսին ֆուտզալի բարձրագույն խմբի եւ 3 թիմ էր հայտավորված։ Ես գնացի մրցումների անցկացման բաժնի պետ Ռոբերտ Դալաքյանի մոտ։ Մի անգամ հարցազրույցում ասել եմ, տենց անուն չտվեցինք, ասին, բայց երբ ա եղել ոնց, հիմա ասում եմ։ Ռոբերտ Դալաքյանի մոտ գնացի, ասացի, բա ինչ 3 թիմ, ասեց, բայց ոչ մեկ ֆուտզալ չի սիրում, դրա համար թիմ չկա։ Ասի, ես երկրում ոչ մեկ ֆուտզալ չի, այդ 3 թիմն է, բա հա։ Ասի, լավ, եթե չեն սիրում, թե չէ ֆեդերացիան պատրաստ է, ասի, խնդիր չկա, լավ։ Այդ օրը ես Զարգարյան Խորենի հետ, ով այդ պահին մրցումների ֆուտզալի բաժնի պետն էր, ես կանչեցի Խորենի հետ քննարկեցինք եւ առաջարկություն արեցի, որ մենք ստեղծենք այդ սիրողական լիգան 16 թվականին։ Մենք ստեղծեցինք սիրողական լիգան, նաեւ հովանավոր ունեցանք իդեմս Վիգեն Բադալյանի, որին շատ շնորհակալություն։ Այս ամբողջ տարիների ընթացքում միակ մարդն է եղել, որ միշտ ֆուտզալի կողքին է եղել։ 16 թվականին մենք ստեղծեցինք ու առաջի տարին ունեցանք 70 թիմ։ Ու այդպես շարունակվեց, հետագայում այդ թիմերը նաև համալրեցին բարձրագույն խմբի առաջությունը։ Այսօր Հայաստանի ազգային հավաքականում ես ընդամենը 2 հոգու անուն ասեմ, Ռաֆիկ Մելիքյան, Միրան Դերմենջան, նաև Արտուրը
Մկրտչյան դարպասապը բոլորը այդ լիգայից են սկսել իրենց խաղային կարիերան։ Ընդ որում նրանք էլ շատ մեծ դերակատարում ունեցան քաղաքականի հաջողությունները։ Այո, նրանք մեր երկրորդ քառյակի հիմնական անդամներն են, չնայած առաջի երկրորդը այդպես կապ չունի, իրանք խաղացել են 100% խաղերը ու ելի եմ ասում, այդ տղաները ֆուտզալ լիգայի առաջությունից հասել են մինչև ազգային հավաքական ու այսօրվա մեր բարձրագույն խմբի առաջի խմբի թիմերի 95%-ը ֆուտզալ լիգայի թիմերն են, ովքեր խաղում են, իսկ եթե չլինի առաջություն, չլինեն թիմեր, մենք ուղղակի հաջողությունը չի կարող լինի, այտենց օդից կախված հավաքական, որը չունի առաջություն, որը չկա, թեկուզ մենք առաջի խմբի առաջություն, վերջի 2 տարին 32 թիմով գավաթա ընթանում Հայաստանում, այդ ամեն ինչի այդ ընդհանուր գաղափարի եւ այդ աշխատանքի շնորհիվ որ այսօր հավաքականը հաղթում է։ Ու ելի եմ ասում, մեր այդ սիրողական լիգաները մշտապես աշխատելու են, հիմա էլի արդեն հեսա գարունը կսկսվի առաջությունը եւ էլի մշտապես իմ նշանառության ներքո է, որովհետեւ մենք հասկանում ենք դրա կարեւորությունը ու նաեւ մեր Խորենի Զարգարյան, ով կոպիտ ասած ղեկավարում է այդ ամեն ինչը, թիմերի այդ աշխատանքը եւ այլն, եւ նրա փորձառության շնորհիվ է, որ մենք այսօր այդ ակումբները կան ու դրանք շարունակական, օրինակ Յունիսպորտ ասցիկ, իրանք հենց մեր սիրողական առաջնություն Յունիբանկ թիմի թիմն էր, որը դարձավ պրոֆեսիոնալ ակումբ։ Եվ մի փոքր խոսենք ակումբների կայունության մասին, պարոն Ազարյան, թեկուզ հայկական ֆուտբոլում մենք գիտենք միշտ խնդիրներն առաջանում են կայունության բացակայությամբ, նաև պայմանավորված։ Որքանով են ֆուտզալում թեկուզ կիսով սիրողական, արդեն պրոֆեսիոնալ տեղափոխվող ակումբները կայուն եւ ինչ տենդենցիա է այս առումով նկատվում։ Կայունությունը իրոք մի քիչ բացակայում է ու դա ես իմ կարծիքով դա եթե գործի տակ գաղափար չկա, կայունություն չի կարող լինել։ Գալիս են թիմեր, ուզում են չեմպիոն դառնան, հետո չեն դառնում, հետո տենց թողնում են, հեռանում են, բայց էլ եմ ասում, եթե մի գործի տակ գաղափար չկա, կայունությունը տեղ չի կարող։ Օրինակ Երևան ակումբը, որտեղ գաղափար կա դրած, որտեղ գաղափարը, որ մեր Հայաստանի հավաքականին նոր անուններ սնուցել, այդ գաղափարի շուրջ ես ամեն ինչ անում եմ, նույնիսկ չգիտեմ, մի բան էլ ավելին, որ այդ գաղափարը, քանի որ գաղափար է դրած, ոչ թե որ Հայաստանի չեմպիոն դառնան կամ չգիտեմ ինչ։ Այդ որ դպրոց ունենանք, այ եթե բոլոր թիմերը մտածեն, որ դպրոց ունենանք, ակումբը մանկապատանեկան թիմեր ունենա, էլ այդ կայունությունը միանգամից կգա։ Ճիշտ է, հիմա խնդիր է նաև Երևանի համար է խնդիր է հովանավորները մենք հովանավորի հետ կապված խնդիրներ ունենք, բայց այդ հարցերն լուծում ենք, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ կայունությունը նաև լինի, որովհետև սկսած գործեր չեմ սիրում կիսատ թողնել։ Ու դրա համար տենց բոլոր թիմերն էլ նաև հովանավորներին կխնդրեի, որ բոլոր թիմերն կապ չունի, եթե կարողանան աջակցել, որովհետև իրոք ֆուտզալը մասսայական սպորտ է, ես Հայաստանի համար առաջին մասսայական սպորտն է, որովհետև ինչքան էլ մենք տենց քիչ ամեն անգամ ես ամաչում եմ ասեմ, բայց Հայաստանում միակ սպորտաձևը, որ մասսայական ասելով մենք հասկանում ենք, որ շատ մասաներ են ներգրաված, օրինակ ես չեմ տեսել Բաքում մեկը իշնի շտանգա բարձրացնի կամ չգիտեմ ինչ, բայց ֆուտզալ խաղում են ու ֆուտզալի դալիճներում տեղ չկա։ Մենք նույնիսկ իշնում ենք Բաք, մեկ դարպասապահ 4 ֆուտբոլիստով ենք խաղում, մենք Բաքում ըմբշամարտ չենք գտնում, դրա համար եմ ասում, ֆուտզալը այս պահին Հայաստանում առաջի մասսայական սպորտաձևն է, ու այս հաջողություններից հետո այդ մասսայականությունը ավելի է շատանալու ու ելի եմ ասում, մեզ շատ լավ բաներ է սպասում ու հուսանք, որ Եվրոյի ժամանակ մեր հավաքականը իր խաղով էլի կուրախացնի մեր ժողովրդին։ Եվ մեր ակումբներում կան նաև լեգիոնական խաղացողներ, հատկապես որ հիմա ակադեմիայի հիմքերն են դրվում եւ այլն եւ այլն։ Թեկուզ եթե ոչ հիմա նախատեսվում է ապագայում ավելի ուշադիր լինել լեգիոնականների հոսքին, թե ինչպես ֆուտզալում չկա այդ խնդիրը, որ լեգիոնականները քանակի հաշվին խանգարեն հայ խաղացողներին, խաղաժամանակ ստանալու եւ առաջ գնալու մասին է խոսքը։
Ֆուտզալի բարձրագույն խմբի առաջությանը մենք լիմիտ ենք դրել, 2 ֆուտբոլիստից ավել չի լինելու, որովհետև անիմաստ է, ինչ որ բերել 6-7 ֆուտզալիստով ստեղ Հայաստանի առաջություն, մեզ պետք է որ մենք հայկական ֆուտզալը զարգացնենք։ Իսկ առաջի խմբում ընդհանրապես լիմիտ կա, որ ոչ մեկ չի խաղալու, որովհետև դա չի նպաստում մեր ֆուտզալի զարգացմանը, այլ ինչ-որ մարդկանց տենց խաղալիք է դառնում, կոպիտ ասած, ոնց որ մեծ ֆուտբոլում է, որ բերենք, տեն 10 հատ կբերենք, ինչ-որ մի հարց։ Ֆուտզալում այդ լիմիտները դրած է, հետագայում կարող է նաև խստացվել, որովհետև ելի եմ ասում, մեր նպատակը հայկական ֆուտզալի զարգացումն է, ոչ թե ինչ-որ բրազիլացիների բերենք, ստեղ խաղան, իրանք հաճույք ստանան, փող աշխատեն, թողնեն գնան։ Դրա համար ելի եմ ասում, 2 էսպային 2 լեգիոների լիմիտ կա ու դա էսպային կմնա, չգիտեմ, կարող է պակասացվի, կարող է չէ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ ձեզ եւ մենք կարծում եմ, որ ձեր հույսերը չենք հիասթափեցնի եւ լավ խաղեր կխաղանք Եվրոպայի առաջությանը։ Մենք ենք մեր ֆուտբոլի տաղավարում էր ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը։ Լավն է էլի մեր ֆուտբոլը։